Եվ այսպես, Ռուսաստանը թշնամի է, իսկ Թուրքիայի մասին ոչ մի խոսք։ Հարգելի հեռուստադիտողներ, մարտի 13-ին պաշտոնական Երևանը եւ Բաքուն հայտարարեցին, որ կողմերը համաձայնեցրել են այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերը, բայց իշխանական քարոզչամեքենան դրանից հետո մի շարք սխալներ է թույլ տվել, մի շարք ֆեյլերի ականատես ենք մենք եղել, նույնիսկ իրենց համար այս 10-13 օրվա ընթացքում տեղի ունեցած այդ սխալները, նույնիսկ իրենց կառավարման մակարդակի շրջանակներում, սա չափազանց շատ է, ամենասենց կարևոր եւ վառ ֆեյլերից մեկը կապված է հենց ֆրանսիական հեռուստաալիքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Եկեք եւս մեկ անգամ վերհիշենք ինչ է կատարվել եւ ինչ արդյունք ունենք մենք այս ամենից հետո։ Ֆրանսիական Arte France հեռուստաալիքում եթեր է հեռարձակվում մի հաղորդում 28 րոպե։ Այդ հաղորդման շրջանակներում փորձագիտական քննարկման ժամանակ հեռարձակվում է մի տեսանյութ, մի քարտեզ, որում Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի, ջնջված է։ Սրա վերաբերյալ առաջին մեկնաբանություններից մեկը տվել էին ֆրանսիական Ֆիգարոյի ներկայացուցիչները։ Հայ լրագրողները Ֆրանսիայում գործող իրենք եւս սրա վրա ուշադրություն դարձրեցին։ Հայկական կազմակերպությունները Ֆրանսիայում անմիջապես մեկնաբանեցին այս ամենը։ Տրամաբանությունը նաև հուշում էր, որ այս հարցի վերաբերյալ քննարկումներ կծավալվեն նաև Հայաստանում։ Տրամաբանությունը նաև հուշում էր, որ իշխանական քարոզչամեքենան եւս սրան պետք է անդրադառնա, բայց ինչ իրենք որոշեցին անել։ Իշխանական քարոզչամեքենան, իրենց հիմնական այդ քարոզչալիքները ինչ էին ասում։ Երկու հիմնական թեզ էին առաջ տանում։ Նախ այդպիսի բան տեղի չունեցել, հավանաբար Արծրուն Հովհաննիսյանի 2020 թվականի հոգին վերակենդանացել էր, իրենք վերջում էլ երևի պետք է ասեն մենք հաղթելու ենք։ Իրենք փորձում էին համոզել, որ ընդհանրապես այդպիսի բան տեղի չունեցել, տեսանյութում էլ Հայաստանը միջազգայինորեն ճանաչված սահմաններով է ներկայացվում եւ երկրորդը իրենք ասում են հետեւյալը, որ պետք է հասկանալ, թե ինչ ռուսական հետք կա այս ամենի ետևում։ Նաև հետ ոչ միայն այն առումով, որ դա չեմ ռուսներն են պատվիրել, որ այն Ֆրանսիայում դա հրապարակվի, այլ նաև այն բոլոր մեդիա կառույցները, տելեգրամյան ալիքները, առանձին վերցած քաղաքացիները, ովքեր Հայաստանում սրա վրա ուշադրություն են դարձրել, իրենք 5-րդ շարասյան ներկայացուցիչներ են։ Այս հարցը քննարկելիս անպայմանորեն մենք պետք է անդրադառնանք նրան, թե ինչ էր երեք ասում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը։ Նա ասում էր հետևյալը, դե հո Ռուսաստանի Դաշնության հետ մենք անդադար լարվածությունը մեր հարաբերություններում չենք պահելու, հարցեր ենք բարձրացնում եւ այլն, բայց անդադար այս մակարդակը հարաբերությունների եւ լարվածությունը անհնար է պահել, լավ էլ հնարավոր է եւ իրենք հենց դա էլ ապացուցում են։ Հավանաբար Գեբելսներ չէր պատկերացնում, որ կարելի էր այս տեսակ քայլեր իրականացնել, այսինքն բոլորս տեսել ենք մի բան, բայց իշխանական քարոզչամեքենան մեզ փորձում է համոզել ուղիղ հակառակը։ Այստեղ է, որ հարգելի հեռուստադիտողներ, պետք է իսկապես ինքներս մեզ հարց տանք, քաղաքացիները իրենց պետք է հետևյալ հարց տան։ Լավ, եթե այս դեպքի կապակցությամբ բոլորս տեսել ենք ինչ է հրապարակվել, որ նույնիսկ ներողություն է եղել, իշխանությունները փորձում են հակառակն համոզել։ Իսկ միգուցե նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ եւս մարդկանց խափում են իշխանությունները։ Միգուցե Արցախյան բանակցությունների վերաբերյալ իրողությունների մասին եւս խափում են իշխանությունները։ Միգուցե Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ եւս խափում են։ Միգուցե Ջերմուկում 2022 թվականին տեղի ունեցել ոչ այն ինչի մասին իրենք խոսում են եւ ավելին իշխանությունները միգուցե նաեւ ստում են ասելով թե ով է իրականում կասեցրել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը։ Սա պարզապես բոլորի համար հերթական անգամ մտորելու առիթ պետք է հանդիսանա եւ մտորելուց հետո նաեւ լավ կլինի արդեն որոշակի եզրահանգումների կարողանան գան քաղաքացիները, բայց ինչ զարգացումներ տեղի ունեցան դրանից հետո, ընդամենը ժամեր անց, ի շնորհիվ հայկական համայնքի ակտիվ ներգրավվածության այս բոլոր գործընթացներում, ֆրանսիական հեռուստատեսության եթերում, հեռուստաալիքի եթերում ներողություն խնդրեցին Հայաստանից, հայկական կողմից այն բանի համար, որ իրենք սխալ քարտեզ էին հրապարակել, այնտեղ հայտարարության մեջ 28 րոպե հաղորդաշարի հեղինակը ասում է, որ դա կոլեկտիվ սխալ է, բայց իրենք շնորհակալ են, որ հասարակությունը ակտիվ արձագանքեց այս ամենին եւ իրենք հնարավորություն ստացան շտկելու իրենց սխալը։ Մենք կրկին ասենք, տեսեք, եղել է սխալ, իշխանությունները յուրովի են մեկնաբանել, վերջում են դեռ ռուսական հետք են տեսել, ինչի համար ենք սրա վրա ուշադրություն դարձնում։ Մի շարք ռուս փորձագետներ սարցե արձանի պես հալվեցին
Այն բանից հետո, երբ որ հայկական լրատվամիջոցներում սկսեցին հրապարակումներ արվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնալու է Մոսկվա, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ռուսական պետական կառույցների հետ մերձեցնել հարաբերությունները, ոմանք սկսեցին նաև Ռուսաստանում ասել, որ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է, չգիտեմ, ռուսական նավահանգիստ, նա դեմքով շրջվում է դեպի Մոսկվան։ Նիկոլ Փաշինյանը այս առումով շատ ստաբիլ եւ շատ կանխատեսելի քաղաքական գործիչ է։ Նա դեմքով միշտ շրջված է դեպի Թուրքիան, դեպի Էրդողանը, մեջքով կանգնած է դեպի Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը, ելուր մնաց, որ Ռուսաստանի ուղղությամբ նա դեմքով շրջված լինի։ Մտածեք այդ մասին։